Եվ մի հարց է, ինչ վերաբերվում է կողքի տեսնում կաղնած յուրան, նա համտես սպասում ավեր պատասխանը։ Մի րոպե, ես ուզում նաև յուրայի ես վերջի 2 օր առաջ հանրահավաքի ընթացքում ստեղ փոքր հնչեցրած թեզերին հանրադառնամ։ Նախ ճիշտ կլինի յուրա, շատ լավ է իրոք ճանաչում։ Ես էլ եմ քեզ շատ լավ ճանաչում։ Հիմա մեր ժողովրդի կողմից մի րոպե, Արտուր, մի րոպե։ Ես ուզում մեր ժողովուրդն էլ տեղյակ լինի։ Այսօր ներդրումային հիմնադրամի գումարների համար պայքարողների մի մասը այստեղ վեր հավաքին գրել կարող է $500,000 պարտք ունենաք։ Ես ուզում չեմ մանրամասը անդրադառնամ, բայց դուք իմացեք։ Եվ եթե խոսում եք Թալանի մասին, հենց դուք պիտի լինիք արդար։ Ես դրա կողմնակիցն եմ։ Մի րոպե։ Այսքանը, եթե կա անհրաժեշտություն առանձին էլ կարեմ ձեզ բացատրեմ։ Հաջորդ հարցը լսում։ Ինչ հնարավոր արել է, արդյունք չկա խոշոր հաշվով ու ինչ-որ սպասել նոր անդելիքների չկա։ Բայց ասում եք, հանրային ճնշումով փորձեք այդ թալանածը վերադարձնել։ Արցախցիները բազմիցս գնացել են դատախազություն այդ գործերով, չեն ընդունել։ Դրա համար, այդ նույն հանրային ճնշման համար մենք հրապարակային այդ հայտարարություն արել ենք։ Ուրեմն օր ժամ ենք որոշում, դատախազության առջև մենք կանգնում դուք մտեք, ողջ ընդունեն, կիմանանք, որ արել եք, չեն ընդունել։ Մտեք, այդ ժողովուրդը ասեք, իրանք այս հարցին են սպասում։ Այդ թալանածը ոնց դատաիրավական պրոցես արագացնենք, որ մարդիկ աղետում չհայտնվեն։ Եկել մի ուրիշ բան, որ ասում եք ստեղ հավաքվածների, չգիտեմ ում գումարային $500,000, հավատացեք հիմնադրամում այնպիսի գումարներ յուրացվել, որ $500,000 այսքանի մեջի բաժանած, բայց սովորական մարդիկ են երևի մեկը մի $5 միլիոն, $10 միլիոն վարկա վերցրել։ Մենք խոսում ենք, պարոն Շախրամանյան, դուք էլ տեղյակ եք, նամանավանդ 2 տարի ԱԱԾ-ի պետ եք եղել Արցախում։ Ու Արցախը գիտենք, Տելեկոմով, Ոսկյանքով, ոնց է թալանվել որոշ վերնախավով, մի բան էլ չեք արել, բայց փողենք մի կողմ եք։ Հիմա այս վիճակում ենք, որ հիմա ենք հայտնել։ Դա կարիքը, միասին գնում ենք, դուք մտնում եք, ձեզ կմերժեն, կիմանանք, որ դուք ձեր անելիքը իրոք արել եք, նույնիսկ հանրային ճնշումը որպեսզի լինի, չի ստացվել, ձեր հարցերը չունենք։ Ես քեզ հասկացնում, եթե դուք գտնում եք, ներկայացնում եք ժողովրդին, մեր արցախցիներին, ոչ թե մի խումբ մարդկանց, ես պատրաստ եմ ձեր հետ միասին գալ, ներկայանալ դատախազություն, ներկայանալ քննչական կոմիտեի, նման առաջարկ իմ կողմից եղել է նաև նախաձեռնող խմբին, որ պայմանավորվեն քննչական կոմիտեի ղեկավարի հետ, որպեսզի դուք գնաք հանդիպեք եւ ձեր հարցերը դնեք իրենց առաջ։ Այսօրվա միջոցառման նաև կազմակերպիչների հետ ես 3-4 օրը խոսացել եմ հեռախոսով։ Մենք պայմանավորվել ենք, որ իրենք պիտի գան։ Մենք հարցերը քննարկենք։ Ես պատրաստական եմ ձեր հետ միասին, ոչ թե քայլելով գնանք, պայմանավորենք դատախազի հետ, գնանք մտնենք մոտ ձեր ներկայությամբ։ Դուք ուղղեք ձեր հարցերը, ստացեք սպառիչ պատասխաններ։ Պայմանավորվել բոլորս միասին, ձեր հետ միասին դատախազության առջև մի ժամ այնտեղ էլ արդեն հավաքվենք գործերը առաջ տանք։ Ինձ ուղարկեք ձեր կողմից այն մարդկանց ցանկը, ովքեր պատրաստ է հանդիպելու եւ ներկայացնելու հարցեր։ Մարդիկ կսպասեն, դուք մտեք, իրանց փոխանցեք այն հարցը, որը որ մեզ ա ուզում, ու դուք ասում եք, եթե այս հավաքվեք խնդիրը այսքանի օգուտ չի, հանրայինը, ես համոզված եմ, որ դուք չեք գիտեք, որ այս հարցը, որը որ բարձրացրել եք, մեծամասնության շահերի համար է եւ մեծամասնության հետաքրքրում է, բոլորին ունեն սոցիալ խնդիրներ։ Ուզում եմ ասել, սա այս պահը, որ սա Արցախի մեծամասնությանն է վերաբերում եւ իրանց խնդիրն է։ Սա ընդունենք որպես փաստ։ Էմանացածներ արդեն ձեր ուղղակի պարտավորվածությունը ու պարտականությունն է լինելով այն պաշտոնի, որին որ դուք կաք։ Ինչ վերաբերում այն պարտականություններին, ես շատ լավ գիտեմ ինչ այն պարտականությունները։ Իմ խոսքը դրա մասին է, ովքեր են պատրաստ
Ես այդ հարցը կբարձրացնեմ, եթե կընդունեն, կընդունեն։ Իմ հետ միասին մտեք եւ ժողովրդին ներկայացրեք այս հանրահավաքի ակտիվիստներից մեկն էլ դու ես։ Մտնենք, լսի եւ ներկայացրու ձեր պահանջները։ Ինչ ասեմ։ Բոլոր ժողովուրդը, եթե պետք է կոնկրետ անակնի, տարբերակի մասին կմտածեք, թե ինչեր իրակի օրը պատասխանը կտանք։ Իսկ ինչի վերաբերում է, ասում եք, ուրեմն երկու շաբթի օրը ժամը 10 ձեր կողմից ստեղծված նախաձեռնող խմբին սպասում քննարկելու այդ հնարավոր բոլոր զարգացումները, մտնելու դատախազություն, քննչական կոմիտե, այդ հարցերի պատասխանները ոնց եք հասցնելու մեր ժողովրդին, եւ պետք է ժողովրդին բացատրել, որ դա երկարաժամկետ process է, ու տենց չի, որ այդ թալանածը վերցնելու են բաժանեն բոլորին։ Դա պիտի վերադարձվի Հայաստանի պետբյուջե, որտեղից սոցիալական հարցերը պետք է լուծվի մեր ժողովրդին։ Ընդհանուր արագացների, որովհետեւ արագացների դա հասկացանք, դա դերեցիք միայն։ Նշում եք անհատական մարդու, յուրեն եք նշում, իսկ էլ ասում, Արցախը թալանած մարդկանց կողքեր ինչը զդաչի է։ Դա 100%-ով լոկի է։ Իրոք սպասել։ Իսկ ինչը վերաբերում ասիկ ընդհանուր թալան է, մուք սաղս գիտում։ Ժողովրդի կողմից, պետք, ասե այսքան հավաքված մարդկանց կողմից, առաջադրումը, այդ առաջարկությունը քեզանով, Արցախի տեղեկատվական շտաբով, մինչև 2 կեսօր, խնդրանք ու պահանջ։ Հրապարակումը ինչ նյութեր եք տուալ, խնչական է, հրապարակումը ինչ նյութեր դուք գիտում եք, հրապարակումը դեր ասում եք ժոստիցիս երեկա, այս մինեկա, ֆլեշկապ տարամադրին, մարդիկ երեք են գնում Արցախ բանկը, մարդու հետևից հիմնավոր պատասխանը մինակ մին ձևը տա, ասմացեր փող են տարջ ոնել, բարիս բուն իմաստա ժողովուրդ, ասմացեր փող են տարջ ոնել, տարը հիմքյա, նույն րոպեին փողը դնում եք ձերքին, մենք մեր պահանջը ասեիսա, Արցախի տեղեկատվական շտաբով այդ ձեր մասան, ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին, ազգային ժողովի նախագահներն անհետևանը կացած կանոն, Արցախի ազգային ժողովի սայտով հրապարակումը ներդրումային հիմնադրամի, գյուղաճակցության հիմնադրամի բոլոր նախարարություններից օգտված ու մեկ էլ Արցախի ով ինչ վաճառել է, թե չերես քաղաքաշինության նախարարություն, թե չերես ներդրումային հիմնադրամ, այսինքն նշում քաղաքաշինության նախարարություն, մեր տվյալ կա եկած սա վերնշում, միգուցե ես սխալ եմ գնում, բայց այդ ձևի մեկնաբանությունները կավ էր Արցախի քաղաքաշինության նախարարությունով մարդկանց ունեցվածներ ինչ է կարել։ Նորիցում ասում, սոր մուկ տեսնում եք ինտերնետը մվել, գալալը տոնը ծախալա եկա եկա։ Նույն ձևի սաղին, ոժում պարմատի, ասկարա, նոր Դու գրանց հավեք հասարակական կազմակերպություն, այսպես հա թե չէ։ Այո։ Ձեր գորության համար։ Մերոք։ Կեմեգենալ արսենապերացինի թուտերը դասավորալա մստուալ, մուկեքեցակ պետրեգիստը գրացվա։ Դեշկեղելի կանիշ։ Հիմա երկու շաբթի օրը կքննարկենք նաև այդ հարցը, ձեզ տրամադրելու բոլոր այս փաստաթղթերը եւ ձեր կողմից հրապարակել։ Այսինքն մեր առաջարկածը միջև վաղը կեսօր չեք կարող անել։ Ընդհանրապես հիմա չի կա խոհասը։ Այս փաստաթղթերը մերոք են, սա տրամադրված է բուժային կառույցների, քննչական կոմիտեի, դատախազությանը, մեր կողմից իրանց կողմից հարգարավոր։ Եվ մեր հանդիպումների ընթացքում դուք այդ հնարավորությունը կունենաք հաստատելու ինչ փաստաթղթերը իրենց փոխանցված, ինչ աշխատանքները իրականացված, այդ պահանջները միջև վաղը հրապարակեք, մի հրապարակեք, դա իրականությանը համապատասխան չի, որովհետև այդ տեղեկությունները պարունակում են անհատական գաղտնիք, վերը մուկ որպես պետական մարմին իրավունք չունենք անենք։ Եթե դուք իրավիճակ եք, իրավասու եք, այդ ամեն ինչը անելու պատրաստ եք, ձեզ փոխանցիկ դուք հրապարակեք։ Այսինքն հնարավորություն չունի, որպես Արցախի ազգային ժողովի նախագահ, խմբակցության ղեկավարներ, որպես Արցախի հանրապետության ներկայացուցիչ, նախագահ դուք իրավունք չունեք տեղեկատվական շտաբով հիմնադրամը ներկայացուցիչները տեղադրի, որպեսզի մեր ժողովուրդը գիտա, մսու ասում։ Հիմնադրամը տեղեկությունները բազմիցս անգամ հրապարակվել են տարբեր մարդկանց կողմից, տարբեր անձանց կողմից։ Դա պարունակում են անհատական տվյալներ։ Դրա հրապարակման լիազորությունը մենք չունենք։ Եթե դուք ուզում եք գրավոր դիմեք մեզ, մենք ձեզ տրամադրենք, դուք հրապարակեք։ Ուրեմն օրինակը դժվար է։
Յուրեն ինչ եմ գիտալի, յուրան ինքն է հրապարակալ իրան տեղի կա։ Շատ բար, իրա, ճղճղան է։ Պատրաստ ես սեզ կա ժողովորդի մեկնի, կախարմայա։ Արան ես դա դու խոսիկ լրատվականեն նկարի։ Հանգիշտ ու մասը կլինուս, կես հարգելա։ Դու մեղավերտ սվեր տեղս, անային նկարի մարդը, կես կցալ է հետորը, դու մեղավերտ ես կես լավ կիրեչ։ Ունենալավ 46 միլիոն պարկ, դու 1000 դրամ չս պակավ։ Եկած տեղ մեկ տանից մստա, հիմնադրամին թալանը ետում պերում, դու վս ետ պերում, կես տրամադրալը, Արայիկ Հարությունյան հետ գումարները, բայց դու իրան դեմենիս լա գործ ունելիս, հիմա դե ասեց զան դու հուվս։ Շով, վերջացել է։ Նահապետ, մի րոպե, երկու շաբթի օրը, սպասում ձեր նախաձեռնող խմբին, ձեր հետ միասին աշխատենք կազմակերպելու, և դուք կտեղեկացնիք մեր ժողովրդին, ես քանը։ Ստեղ խոսում է, ու իրեն օն է հետ խնդիրը, յուրեն նստա սկսումս վերջացունում վերջինավոր, արոր ճանապարհ։ Յուրեն նստա սկսումս վերջացունում վերջացրեց։ Կապի, մարդիկ երտավ զանգել պակ, տղեք է տոզումը կյակ Արցախի ներկայացությունը կապի, որ ժողովուր, ямըք որպես Արցախի ներկայացությունը գործան է, խնդորումը պահանջումը, շտե ժողովուրդը ընդը դուք, մեր պահանջը էտա, մեր ժողովուրդ են առաջնորդ ապետ։ Ուրեմն հիմա լսեք, ես արդեն պատասխանեցի, կապված իմ հրապարակում չներկայանալու հետ, մենք քննարկել ենք նախաձեռնող խմբի հետ, գտել ենք, որ նպատակար մարդ չի ներկայացությունը, բայց դա չի նշանակում, որ մենք մասնակցություն չենք ունեցել։ Մենք ինչ մեզանից կախված է, լիազորությունների շրջանակում դու տեղյակ ես, շատ մանրամասն, պետք է այսքանի մեջ, չէ, մի րոպե, պետք է այսքանի մեջ, ոչ, չկա, հիմա պետք է լնդեղ չքաղաքականացնի, Եթե դեմը քննարկեցիք մի րոպե, նահապետ, ենա ստեղծված վրան, իջեցիք վրանում քննարկեցիք իրանց հետ, իրանց գործունեությունը։ Ես քննարկումը չնորոգում։ Շատ լավ, երկու շաբթի կկես քննարկումը կանի։ Նահապետ, ես անձամբ քեզ, մի րոպե, անձամբ քեզ, տարբեր ձևաչափերով ընդունալում, հիբը զանգս տվալ, եկալս, ես քեզ թե հարգալım, ընդունալım, հանդիպալım, և ստեղ, և դրսում, և ամենտեղ։ Ես խնդրում եմ, ես հարցը չվերացինք բանավեճի, հարցը բարձրացրալուք ես իմ պատասխանը տվալում։ Ես պատրաստում ձեր հետ միասին կատարել աշխատանք, երկու շաբթի ներկայացեք ժամը 10-ին Ազգային ժողովի նախագահի կողմից, ասես վայ, 5 րոպե ժամանակորից կեպապում, խորհրդակցը խմբակցության ղեկավարների դերը, ազգային ժողովի սայտավ, ազգային ժողովի պատգամավորները պահանջումը ներդրումային հիմնադրամի, ընդհանուր սպիսքը ու հրապարակում։ Ժողովուրդ ես չմենի գիտամ 30 միլիոն դրամ, հետո երականը, ջիրիմը ես ասի դեպեր չտարամ, մատացի, ջիրիմետ է կրակում աչիկի, կասնասը ոստիկանությունի պավետան է, հելամինեն կոմես են պայս, պատասխան տվասեք, պատրաստը օրենի ձեմին կարում, տեղեկատվական շտաբի սայտավը կամ ազգային ժողովի սայտավը, հրապարակի ու շքանա դուշմունոտ ունալ է ժողովուրդ է։ Մի րոպե նավ, եթե սեր ասած չի հակասում օրենսդրությանը Հայաստանի Հանրապետությունում գործող անձնական տվյալների պաշտպանության մասին, քննարկեք ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարի հետ, ես դեմ չեմ, ես խոսք եմ տալի դա տեղեկատվական շտաբով կհրապարակվի։ Քննարկեք, մի րոպե, ախտա խնդրել է, չէ՞ տավորվալը, ինչքան բարդ կորիս։ Չէ, դու մասին ա։ Այն մասավասից հրապարակելի մեջ ունի, մասավասից 80 միլիոն դոքշտով, 13 միլիոն տեսան, դերնա, մենք էլ եկեղեցին արդեն մարդկանց խակում, եկեղեցին, հասկանում եք։ Ես պատրաստում,
Նահապետ, ստեղ անձնական հարցեր չեն բարձրացնում։ Մի վարքյան, ստեղ անձնական հարցեր չեն բարձրացնում։ Չէ, ասում հիմա եթե քունը հրապարակին, քեզ դուր քուք է տա։ Դու պատրաստ ես դա հրապարակի։ Շատ լավ։ Քննարկեցիք ազգային ժողովի նախագահի հետ եւ ներկայացրեցիք առաջարկություն։ Եթե դա հակասում չի, ստեղ մեզ ունենք նաեւ մարդու իրավունքների պաշտպան։ Գերամը Ստեփանյան, եթե Գերամը Ստեփանյան հաստատում է, որ դա հակասում չի, մեր օրենսդրությանը պատրաստ ենք հրապարակի։ Այսինքն մի բացառություն հասկանում, խնդիր կա, ազգային ժողովի նախագահի նորմի դիմումը, կապակցության ղեկավարները, սա խորհրդի նիստը, սա ինչ տարում ծառայության ժողովրդական, ընդհանուր, մին հոգիներ չի վերտարան դեմս մեր հրապարակի, նախայիկա, մին հոգիներում էր ինից, նաշ, յուլուկը փորտավետ է, մզարը թվանացը, հրապարակը Իմ առաջարկս հետևյալ է, քանի որ կա նախաքննության գաղտնիություն, վերեմուկ իրավունք չունենք, նաև խախտենք, ես առաջարկում եմ, առաջիկայում ուժային կառույցների հետ հանդիպելուց հետո, եթե այդ հարցը իրանց կողմից խնդիր չառաջացնում, մեր կողմից հրապարակենք այդ ցանկը։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ուժային կառույցների մասին է։ Քանի որ մենք այդ հնարավորությունը չունենք, դիմալ ենք իրանց, վերխնդրում ենք այդ հարցը լուծեցիք իրավական տարբերակով, իրանց հանա պիտի հրցնի, տեսնակ իրանք դեմանը վերմուկ հրապարակն, որտեղ քրեական գործ է հարուցված, այդ շրջանակներում նախաքննություն է։ Երկու պահանջունի, կողմել հստակ ներկայացրալ, ասել ժողովուրդը հասկանալ է, ասում ես իմ ասավորտամ։ Երկու պահանջը պիտի իրականելի։ Հիմա այդ օրենքին հակասում է, դա հնարավոր չի իրականել։ Մինեն էնա, Երմազանա թավանած, հստակ, հրապարակի, սայվերա, մինեն էնա, եթե դուք ենս տը, ուրեմն մեր տղ մենակ դու իրավուկ որիս խոսիս, վեր, որպեսի պետքան կողքը, այսիս ես կինի բեգլայան արտակ է կողքը, կամ թակվես է կողքը, կամ կիրակոսում, մուկ եկաչը կեզ ասի ստրաս ես դուշնեք, ես դուշմեք ես, դա որոշ խոլանակ յուտումը կիպ, հիշ կարկա, հու ուրանը կարաչատրե հու թեմա կպենակ ասե ես էսում կարոմանի միսել, էսում կարոմանի, ժողովորդը ընդհանուր իրականությունը տստալանա, կիլաները իրականցիքա ասի, բայց ասի, երկու հարց, վզանա թալանացը հրապարակումը երկու կայքավ, ազգային ժողովի սայտնա տեղեկատվա կաշլապս, մինգեն մս տարեկ կաղնը, վեր, Ձեր հարցի պատասխանը ես տվալում, եթե դա ձեզ բավարարում է, ես ձեզ երկուշաբթի սպասում եմ ձեր առաջարկին։ Հարցնար չի լսում, իմ այդակները խնդրամ շնամ պայքանցուս կամա։ Երկուշաբթի հանդիպելի մեր իմաստերի չում, հա, ու կարիք հայցրեն ողսը։ Օր ժամը ասիք, դատախազությանը չի, խնդիրը նրան չի վերում։ Մի վարկյան, Եթե օրը ժամը ասում եք երկուշաբթի օրը ժամը 10-ին, 11-ին, 12-ին, դատախազության առջև դե խնդիրը համեջա վերցնել հեքրդի, վեցոքին ապրիլիցինի մտնի, սա, որ ինչպես չունի քննարկել։ Ես հիմա չեմ կտրինք ամեն բնում պանիկիկներին դեկը հնացենին, ուսը էլի ապի։ Ասեմ, ես իմաց չում տեսնում, այսքան ժողովորդին աման օր կտրել, ուտեր սա երկար պրոցես է։ Ես պատրաստում, երկուշաբթի օրը ձեզ լսին, ձեր առաջարկությունները ներկայացրեցինք, մեր խողովակները փորձենք պայմանավորենք հանդիպում։ Եթե հանդիպումը իրանք պատրաստ չինին հանդիպել, նոր պատրաստենք այսքան ժողովրդին հրավիրենք, միասին գնանք հանրային ճնշումների ներքո այդ հանդիպումը կազմակերպենք։ Սիվայտա, ժողովորդը հետ պատրաստ է, ինքը կարգա, հայտարարում, պատրաստ է ինքը կարգ, ես չտարում եմ սորսա, բայց հանրային ճնշումը ավելի լավ կներ, ժողովուրդը իշխան շատ այնքան ավելի լավ։ Ես ասեմ բայա տարբերակ, ես ասեմ, եթե դու փորձում եք հանրային ճնշում գործադրել, ես միան ողջունում եմ։ Հիմա ոնց եկալով ստեղ նույն տարբերակով կարիք ունենք դատախազության պահանջիկ մի րոպե, չէ, ես ասեցի, որ նպատակարար չեմ գտնում, այդ ձեր շարժմանը միանալու։ Ես պատրաստում ձեր հետ միասին պայմանավորենք դատախազի հետ, մեզ ընդունենք գնանք հարցերը քննարկենք։ Դուք դուրս եկեք մի վայրկյան։ Դուք դուրս եկեք եւ ներկայացրեք հանրությանը, քանի որ դուք եք կազմակերպիչ։ Ինչ է քննարկել եւ ինչ հարցեր կան դեռ։ Շատ ուքավին։ Քանի օգտագործում եք եկեք։ Օր ժամը դուք ինքներդ պայմանավորեք, դուք եք կազմակերպիչները։
Ես երկուշաբթի 10-ին ձեզ սպասում եմ։ Խնդրում եմ ներողություն ես անհանգստության համար բոլորին, այդ թվում լրագրողներին, շնորհակալություն, շնորհակալ։